Ով է Սամվել Կարապետյանը, Լոռի Տաշիր քաղաքում ծնված ինժեներ, որը դարձավ միլիարդատեր ու Հայաստանի ամենամեծ բարեգործներից մեկը։ Գիտեք ինչպես, եկեք պարզենք։ Պոլիտեխնիկցի է, ինստիտուտն ավարտելուց հետո ծննդավայր Տաշիրյան ժամանակվա Կալինինով վերադարձավ ու Ամանեղենի գործարանում ավագ տեխնոլոգ, հետո տնօրեն դարձավ։ Բիզնես տաղանդը ավելի շատ բացահայտվեց, երբ հիմնեց Զենիթ ավտոպահեստամասերի արտադրամասը։ 1999-ին մեկնեց Ռուսաստան իր արտադրանքը վաճառելու եւ շուկաներ ավելացնելու։ 6 տարի անց արդեն գնեց մատակարարման ընկերություն Կալուգա քաղաքում։ 99-ին Կարապետյանի բիզնես հաջողության պատմությունը շարունակվեց Տաշիր գրուպի ստեղծումով։ Այս հոլդինգով էլ Forbes-ում հայտնվեց։ Աշխարհի ամենահարուստ 9 հայերից մեկն է։ Տաշիր գրուպը 200-ից ավելի ընկերությունների խումբ է՝ ռեստորաններ, բանկեր, հյուրանոցներ, առևտրի կենտրոններ, շինարարական ու արտադրական ձեռնարկություններ։ Տաշիր անունով հիմնադրամ էլ է ստեղծել, որ աջակցի Հայաստանին եւ Արցախին։ Նրա բարեգործական ծրագրերից մի քանիսը միայն։ Ստեփանակերտում կառուցել է ժամանակակից բժշկական կենտրոն $25 միլիոն։ Լավ սովորող պոլիտեխնիկցիների համար $6000 կրթաթոշակ է սահմանել։ Ալավերդիում նոր մանկապարտեզ է կառուցել, Վանաձորում ծննդատուն։ Միլիոններ է նվիրաբերել 44-օրյա պատերազմից հետո սկսված բազմաթիվ ծրագրերի։ Նպաստել է Քովիդի դեմ պայքարին։ Մոսկվայում աջակցել է ամենամեծ հայկական տաճարի կառուցմանը ու Էջմիածնի մայր տաճարի նորոգմանը։ Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է հունիսի 18-ին, տեղափոխվել Արմավիրի քրեակատարողական հիմնարկ։ Այնտեղից հունիսի 24-ին Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, հայտնի ԱԱԾ պատվար։ Նա 40 վայրկյանանոց մի հարցազրույցում աջակցություն էր հայտնել հայ եկեղեցուն, որի պատճառով էլ նրան սկսել է վարկաբեկել իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ։ Սա Սամվել Կարապետյանի պատմությունն էր։